վերահաշվարկի փոփոխություններից կախված կլինի նաև ձայների փոփոխություն։ Հնարավոր է, որ կուսակցությունների ձայների փոփոխություն առաջանա, եւ բնական է այնինչ խոսում է կամ ասում է, դա նախնական արդյունքների ամփոփման մասին է դա ընդամենը։ Չմոռանանք, որ մենք ընդամենը 3 ժամը 14:00-ին ունեցել ենք նիստ, որով հաստատել ենք նախնական տվյալները ամփոփումների տեղամասային դրական հանձնաժողովների կողմից ներկայացված արձանագրությունը, այսինքն այնինչ խոսվել է եւ խոսվում է ընդհանրապես, դա նախնական խոսակցություն է։ Մենք կունենանք վերջնական ամփոփում միայն այս հրաշարգների ավարտից հետո, որով նաեւ պարզ կլինի տարած ունեցած իրենց ձայները ըստ համամասնությունների եւ բնական է մանդատները, որոնք կգոյանան այդ ձայների հաշվին։ Ես ասեմ, որ մանդատի բաժանման կարգը հետեւյալն է. առավել ձայներ հավաքած կուսակցությունը կամ կուսակցության դաշինքը եթե հավաքել է 40 եւ ավելի տոկոս, այստեղ գործում է նաեւ բոնուսային համակարգ, ու ավելի շատ հավականում անդամության տեխնազմներ են ունենում։ Իսկ եթե 40%-ից ցածր են հավաքել, բնական է բոնուսը չի գործում եւ հավաքանու անդամների տեխնազմների թիվը բաշխում է հավաքած ձայների, դրողների կողմ հավաքած ձայների։ Ընդրատարածքային դրական հանձնաժողովը առաջնորդվելով օրենքով, որ կան բողոքներ եւ նախնական արդյունքներն է միայն հրապարակվել, բողոքներից հետո կուսումնասիրի, կդնի արձանագրությունը քվեարկության եւ որոշում կայացնի, թե կոնկրետ համապատասխան տոկոսներով ոչ քաղաքական ուժը քանի ավականու մանդատ է ստանալու։ Այդ իրավունքը չունի ոչ Տիգրան Մուգուչյանը, ոչ հանձնաժողովը։ Ավելին, եթե մենք օրենքի տեսանկյունից ենք նայում, չպետք է նման հայտարարություններով հանդես գան հեռուստացույցով, իսկ դուք իրավացի եք շանտ հեռուստատեսությամբ նման հրապարակում եղել է, եւ կարծում եմ հիմա պետք է մենք կարողանանք պահանջել, թե որ որոշումն է հրապարակվել։ Որ որոշումը։ Այսինքն որ որոշումով է բաշխվել, ով է բաշխել, ո՞նց է 11 մանդատը 17 դառնում։ Այդ բոլորի պատասխանը պետք է տան։ Ես կուզենայի, որ զերծ մնան, որևէ մեր ժողովրդին մոլորության մեջ չգցեն, առանց այնը բավականին լարված իրավիճակ է Գյումրիում, պայթունավտանգ իրավիճակ է Գյումրիում, եւ ամեն մի, ասում է, սխալ հայտարարություն լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Իրոք ժողովուրդը այսօրվա դրությամբ ստրեսի մեջ է։ Տարբեր քրեական գործեր կա հարուցած եւ արագ ցուցան է, որ ընդդիմությունը շուրջ 70% ցայն է ստացել է արդար քվե, որևէ կեղծիք չի արել ընդդիմությունը։ Սա պահանջն է եղել մեր ժողովրդի։ Բոլորս գիտենք, որ 37000 հազիվ մասնակցային ընտրության։ Այդ 46-ը որտեղից տարավ։ Այսինքն հերիք չի, որ պետք է նախ պատասխան տան, դե ինչ կեղծիքների հաշվին, ինչ 10000 քվեարկող միայն եղել է նույնականացման քարտով, հիմա վեր ենք բարձրացնում բոլորը, որ տեսնենք քանի տեղ են մասնակցել վարորդական իրավունքով եւ այլն եւ այլն, փոխանակսարաբասին մտածեն, հիմա ուզում են այդ կեղծիքներով ընտրությամբ տիրանան 51%-ով չի լինելու։ Հանուն Գյումրու մենք միասնական ենք լինելու, սպասում ենք թվերին, կհրապարակի թվերը ընդրատարածքային է։ Մենք նոր կդիմենք կոնկրետ գործողությունների։ Այո, այսօր Գյումրիում հաղթել է ընդդիմությունը։ Այո, այսօր գյումրեցիները կանգնած են ընդդիմության թիկունքում, այո, այսօր մենք պարտավոր ենք ոչ թե անջատված գործենք, այլ պետք է միասնական գործենք եւ միասնական ենք լինելու։ Անկախ նրանից, թե ում կընտրենք մենք մեր մեջ առաջնորդ, բայց ընդդիմությունը այսօր հաղթել է, մենք տեր ենք ձեր ցայներին եւ մենք մինչեւ վերջ ձեր հետ պայքարելու ենք, որ արդարությունը հաղթի Գյումրիում։